Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Թրամփն ուզում է մասնակցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությանը, իսկ Թեհրանը հետաձգում է Խամենեի իրավահաջորդի ընտրությունը, որն է պատճառը։ Սահմանափակումներ օդում և ցամաքում Ադրբեջան-Իրան հաղորդակցությունը մասամբ դադարեցվել է։ Թանկարժեք պատերազմ, ԱՄՆ-ն չի խնայում միլիարդները, որքան արժե պատերազմի մեկ օրը։ Թմրամոլությունը մեծ ծավալների է հասնում, հատկապես երիտասարդների և դեռահասների շրջանում, ինչ անելիք ունի պետությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինվորական ստորաբաժանումները տեղակայվել են մարտական դիրքերում։ Միաժամանակ սկսվում է պահեստազորային զինծառայողների մոբիլիզացիա։ Ըստ հաղորդագրության, նման միջոցառումների նպատակն է բարձրացնել հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությունը։ Իրան-Ադրբեջան հարաբերությունները սրվել են Նախիջևանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ադրբեջանը 12 ժամով փակել է Իրանի մոտակայքում հարավային օդային տարածքը։ Տեղական լրատվամիջոցները գրել են, որ սահմանափակումներ կան նաև Իրան-Ադրբեջան սահմանային անցակետերում։ Բեռնատարների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Ադրբեջանը կարող է մասնակցել Իրանի ցամաքային ներխուժմանը, որտեղ բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ։ Նախագահ Ալիևը դեռևս էյֆորիայի մեջ է Արցախում տարած հաղթանակից հետո և տարված է Միացյալ Ադրբեջան ստեղծելու գաղափարով, ասում է ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը, որը կարծում է, որ անօդաչուի հարվածն ամերիկացիների իրականացրած հատուկ գործողություններ Ադրբեջանին Իրանի հետ դիմակայության մեջ ներքաշելու համար։ Sadım bu. Tekrar kadar diyeceğim. Sen istiyorsan vereceğim de. Ay Allah. Իսկ Թեհրանը չի պատրաստվում հետ քայլ անել։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ի հետ բանակցելու որևէ պատճառ չունի և հրադադար չի խնդրում։ Արաղչին վստահեցրել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի կողմից հնարավոր ցամաքային ներխուժմանը։ Երկրի հակաօդային պաշտպանության ուժերի շտաբը հայտարարել է, որ առաջիկա օրերին Թեհրանի օդային հարվածներն ավելի ինտենսիվ և լայնածավալ կլինեն։ Իրանը հարվածել է Օմանի ծոցի ամերիկյան Աբրահամ Լինքոն ավիակրին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածից հետո նավն անհետացել է ու ըստ երևույթին Օմանի ծոցից հեռացել է մի քանի հազար կիլոմետր։ Նախքան հարվածելը Թեհրանը տեսանյութ էր հրապարակել, որում ցույց էր տվել, թե ինչ ռազմատեխնիկայով է պատրաստվում հարվածել ամերիկյան ավիակրին։ Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի համար աշխատող նավթավերամշակման գործարանին։ Էմիրություններում հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարվածները։ Իրանական պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ Իրանը հարվածել է Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան զինվորականների շտաբին։ Հակաօդային պաշտպանության աշխատանքի ազդանշաններն ու ձայները լսվել են Դուբայում և Ֆուջեյրայում։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ հոպն ու հակահրթիռային պաշտպանության համակարգերը հետ են մղում Իրանի գրոհները։ Ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Իրանի Մահարաբ քաղաքում վնասվել է Կարմիր մահիկի շենքը, որի հետևանքով վիրավորվել է մեկ աշխատակից։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ինքը պետք է անձամբ ներգրավված լինի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությանը, ճիշտ այնպես, ինչպես դա արել է Վենեսուելայում։ Թրամփն ընդունել է, որ Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին ամենահավանական թեկնածուն է, սակայն հստակեցրել է, որ այդ արդյունքն իր համար անընդունելի է։ Նա հավելել է, որ հրաժարվում է ընդունել Իրանի նոր առաջնորդին, որը կշարունակի Խամենեիի քաղաքականությունը։ Թրամփի խոսքով պետք է գա մեկը, որը ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրանին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Իրանից հետո Կուբան պարզապես ժամանակի հարց է։ Ի դեպ, New York Times-ը հայտնել է, որ Իրանը հետաձգել է Խամենեիի իրավահաջորդի նշանակումը անվտանգության սպառնալիքների պատճառով։
Իսկ Լիբանանի վրա իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 102-ի, վիրավորներին 638-ի, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։ Թել Ավիվը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին եւ Լիբանանի արևելյան ու հարավային շրջաններին, որտեղ իսրայելական բանակը գործողություն է ծավալել Հեզբոլլա շարժման դեմ։ Թիրախ են դառնում բնակելի թաղամասերը։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի Իրանի դեմ սկսած գործողությունները սկսում են ազդել ոչ միայն ռազմական, այլև տնտեսական առումով։ ԱՄՆ բանակն Իրանի դեմ ռազմական գործողության առաջին 24 ժամվա ընթացքում ծախսել է մոտ $779 միլիոն։ Նահանգները մեկ օրում $220 միլիոն է ծախսում։ Թանկարժեք պատերազմի հաշվարկները ռեպորտաժում։ Օրական $1 միլիարդ է ծախսում Ամերիկան Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար։ Սա Պենտագոնի նախնական գնահատականն է, որի մասին գրել է The Atlantic-ը։ Պոլիտիկոյի հաշվարկներով էր Միացյալ Նահանգները նախատեսում է Իրանի դեմ գործողությունը շարունակել առնվազն 100 օր, հավանաբար նույնիսկ մինչև սեպտեմբեր։ Պատերազմի 6-րդ օրը կողմերն արդեն լուրջ կորուստներ ունեն, թե մարդուժի եւ թե նյութական իմաստով։ Ըստ թուրքական Անադոլու գործակալության հաշվարկի Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները ունեցել է ռազմական տեխնիկայի ու սարքավորումների ավելի քան $2 միլիարդ կորուստ։ Այն, որ ամերիկյան տնտեսությունը ամենայն դեպս անհրաժեշտ միջոցներ ունի պատերազմ վարելու համար, կասկածից վեր է, այն հարց է, թե այդ պատերազմը ավելի հեռանկարում ինչպիսի ազդեցություն կունենա տնտեսության վրա, բայց այստեղ դարձյալ ամեն ինչ կախված է նրանից, թե պատերազմը ինքնին ինչ ընթացք կունենա Միացյալ Նահանգների համար։ Ամենաթանկ կորուստը համարվում է Քաթարում տեղակայված ռադիոլոկացիոն վաղ հայտնաբերման կայանը, որի արժեքը ավելի քան $1 միլիարդ է։ Միացյալ Նահանգները Իրանի հարվածի հետևանքով Արաբական Միացյալ Էմիրություններում կորցրել է 2 թիաթ հակահրթիռային պաշտպանական համակարգ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է $500 միլիոն։ Քուվեյթում Միացյալ Նահանգները կորցրել է 3 F-15 կործանիչ, որոնք ըստ ամերիկյան կողմի տեղեկության ոչնչացրել է Քուվեյթի ՀՕՊ համակարգը։ Օդանավերը միասին գնահատվում են մոտ $280 միլիոն։ Կորուստներ են եղել նաև Բահրեյնի ռազմակայանում, ոչնչացվել է արբանյակային կապի մի քանի կայան, որոնք գնահատվում են մի քանի տասնյակ միլիոն $։ Իսրայելում Իրանի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, վնասվել են բնակելի շենքեր եւ արդյունաբերական օբյեկտներ։ Բավականին մեծ ենթակառուցվածքային եւ տնտեսական վնասներ են հասցվել թե Միացյալ Էմիրություններին, թե Սաուդյան Արաբիային, որը բավականին զգալի է, թե Քուվեյթին, եւ այս իմաստով կարծում եմ Իրանը այդ պահին իր առջև դրել է խնդիր հնարավորինս մեծ տնտեսական եւ ենթակառուցվածքային լոգիստիկ վնասներ հասցնելով ստիպել ճնշում բանեցնել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վրա։ Պարսից ծոցի ջրերում Իրանը հարվածել է ամերիկյան նավթատար 3 նավի, դրանք կամ ամբողջությամբ են ոչնչացվել, կամ մասամբ վնասվել են, իսկ 4 նավաստի զոհվել է։ Շուկայից դուրս է մնացել մոտ 1 միլիոն բարել նավթ, ինչը նոր լարվածություն է առաջացրել համաշխարհային էներգետիկ շուկայում։ Իրաքում Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները նույնպես դարձել են հրթիռների թիրախ։ Հրդեհներ են բռնկվել, ավերվել են կապի եւ տեխնիկական ենթակառուցվածքներ։ Իրանի Թավրիզ եւ Քերմանշահ քաղաքներում ոչնչացվել են հրթիռային համալիրների շենքեր ու պահեստներ։ Հրթիռների համակարգերը, որոնք պաշտպանում էին ռազմաբազաները, նույնպես վնասվել են։ Բազաների մի շարք բունկերներ եւ պաշտպանական կառույցներ նույնպես վնասվել են։ Այդտեղ մահացել է ամբողջ անձնակազմը եւ ոչնչացվել է զինամթերքը։ Հարվածի հետևանքով ավերվել են ռազմական կապի ենթակառուցվածքներ, այդ թվում արբանյակային եւ ռադիոկապի կայաններ, որոնք ապահովում էին հրամանատարության եւ ստորաբաժանումների միջև հաղորդակցությունը, ինչն առավել դժվարացնում է ռազմական կառավարման ընթացքը։ Մյուս կողմից Իրանում եւս բավականին լուրջ վնասներ կան, այդ վնասները ոչ միայն տնտեսական ու ենթակառուցվածքային են, այլև դրանք հասցվում են Իրանի վրական նշանակության օբյեկտներին, նաեւ երեք հայտարարվեց Միացյալ Նահանգների կողմից, որ անցնում են ավելի խորքային հարվածներ հասցնելու մարտավարությանը, ինչը կնշանակի, որ Իրանի տարածքում ավելի մեծ աշխարհագրություն կընդգրկվի հասցվող վնասների
Ավելին, երկրի տարբեր բնակավայրերում ոչնչացվել են ռազմամթերքի եւ դյուրավառ նյութերի պահեստներ, որոնք կարեւոր էին հրթիռային եւ ռազմական գործողությունների համար։ Կորուստների շարքում Իրանի թերևս ամենամեծ կորուստը ռազմաքաղաքական ղեկավարության գլխատումներ, սպանվել են նաեւ Իրանի զինված ուժերի բազմաթիվ զինվորականներ, հրամանատարներ։ Զոհերի մեծ մասը հարվածների հիմնական թիրախ դարձած հրթիռային բազաներում են եղել։ Հեղինակավոր պարբերականներն ու վերլուծաբաններն Իրանում արդեն հազարավոր զինվորականների եւ կարևոր ռազմավարական օբյեկտների կորուստների մասին են խոսում, ինչը զգալիորեն ազդել է երկրի պաշտպանական եւ ռազմական հնարավորությունների վրա եւ խախտել ռազմական կառավարման բնականոն ընթացքը։ Եթե դատենք պարզապես ուժերի հարաբերակցությունից, ապա թերևս կասկած չկա, որ զուտ ֆիզիկական կորստի իմաստով շատ ավելին կարող են լինել Իրանի կորուստները, որովհետեւ ուժերը, հարվածային ուժերը համաչափ չեն, բնական է Միացյալ Նահանգները եւ Իսրայելը համատեղ ունեն շատ ավելի մեծ հարվածային ներուժ եւ հետեւաբար ենթադրվում է, որ շատ ավելի վնաս կարող են տալ Իրանին։ Դեռևս անհայտ են Իսրայելի կորուստները, բայց մասնագետները ենթադրում են, որ ամենից շատ կորուստ կունենա Իրանը, հաշվի առնելով հարվածների ինտենսիվությունը եւ մասշտաբը։ Քիչ առաջ հայտնել են, որ ամերիկա-իսրայելական կողմը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքի մանկական խաղահրապարակին եւ շտապ օգնության կայանին։ Զոհվել է 20 մարդ, հայտնում է Ֆարս գործակալությունը։ Խորհրդարանականներն ամփոփում են քառօրյա նստաշրջանը, որը չի անցել առանց վեճերի եւ լեզվակռիվների։ Իշխանություն ընդդիմություն հերթական բախումը եղավ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության վերաբերյալ քննարկման ժամանակ։ Պատգամավորները վիճեցին թե հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության, թե սոցիալական հարցերի շուրջ։ Նիստին հետևել է Սեդակ Յուրեղյանը։ Ազգային ժողովում հերթական աղմկոտ նիստներ։ Քննարկումը մի քանի անգամ ընդհատվեց աղմուկով, փոխադարձ վիրավորանքներով։ Լռեք, կլռեք, երբ որ ասում եմ լռեք, ուրեմն պետք է լռեք։ Սա ազգային ժողովի նիստերի դալիճն է, ձեր հայաթը չի։ Դու խելոք մնա, այդ ինչ խոսալու ձև է։ Մի հատ հələ վերջացրեք այս սկանդալներ սարքելը։ Պարոն Ղազարյան, մի հատ լռեք դուք։ Օրակարգում հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումներ։ Մինչ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները սխալ էին արտասանում բառերը, իսկ ընդդիմադիրները ուղղում։ Բարեկամաբար Տիկին Ազարյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ոչ թե վարկաբեկել, այլ վարկաբեկել։ Ընթացքում հնչեցին նաև սարկաստիկ, բայց սթափեցնող մտքեր։ Արմենուհի Գյուրեղյանը Իրանի պատերազմի համատեքստում հիշեց 2020 թվականի մարտը, երբ ամբողջ աշխարհը քովիդի դեմ պայքարի միջոցներ էր մշակում, իսկ ներկա իշխանությունը որոշել էր կորոնավիրուսի դեմ պայքարել պինցետով ու տնական օղիով։ Դեժավյու։ Հիմա էլ ամբողջ աշխարհը մտահոգված է հենց մեր տարածաշրջանում, հենց մեր հարևան երկրում պատերազմով, իսկ մեր երկրի իշխանությունը առաջարկում է պերաշկիով ու կուկուռուզով աշխարհին օրինակ ցույց տալ, թե ինչպես չանհանգստանալ։ Այստեղ են ասել. անհաղթ հերոս քաչնազար, մի պերաշկիով կոտրի 1000։ Հայաստան խմբակցությունից Լիլիթ Գալստյանը խոսեց օրվա իշխանության շինարարական ոլորտի ձեռքբերումներից, սկսելով պատմամշակութային հուշարձանների ու եկեղեցիների վերանորոգման ընդամենը 32% կատարողականից, խորհուրդ տալով ոլորտն իրենց մրցակցային առավելությունը չհամարել։ Խորհուրդ կտայի առհասարակ այդ թեմային չանդրադառնալ եւ կխուսափի ուղղակի շինարարությունից խոսել եւ վկան առաջին հալոցքի հետ հալված ասֆալտն է եւ ցավում եմ, որ սրամտության հեղինակը ես եմ, այս օրերին շրջանառվում է, որ ասֆալտների փոսերը այնքան խորն են, որ երկրի հակառակ կողմն է երևում։ Ճիշտ նույն տրամաբանությամբ ես կշարունակեի շինարարության ոլորտում ձեր հաջողությունները։ 300 դպրոցի փոխարեն 56 ավարտունների փաստը, ակադեմիական քաղաքի ֆանտազմագորիան, Էլ չասեմ այն մասին, որ ակադեմիական քաղաքի հայեցակարգը արդեն 3-րդ անգամ փոխում է իր ժամկետները։ Վերադառնալով օրակարգին հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդմանը ծավալուն անդրադարձ կատարեց նաև Աննա Գրիգորյանը։ 2025-ին ավարտին է հասցվել 890 վարույթ, 617-ը կարճվել է։ Դրանց վիճակագրության մասին որևէ տեղեկություն չկա։ Այն ժամանակահատվածում, երբ քրեական գործեր այսպես հարուցվում են, հետո հրապարակայնացվում են, այսպես մեծ միֆեր են կառուցվում, դրանց հետո բացարձակ մեծամասնությունը հենց այդ փուլում կարճվում է, որևէ
Որևէ ստատիստիկա նույնիսկ դուք չունեք, պարոն Նահապետյան, թե ինչ վախճան են ունում այդ գործերը, երբ հասնում են դատարան։ Ընդդիմադիրներն այս համատեքստում բարձրաձայնեցին պարգևավճարների ու թոշակների խնդիրը։ Քաղաքացիական պայմանագիրն էլ ի պատասխան աչքի ընկավ ինտերակտիվ ելույթներով։ Ընդդիմադիր падգամավորների թոշակների մասին պնդմանը Վահագն Ալեքսանյանը փաստերով էր ներկայացել։ Նույն օրը Արմավիր քաղաքի հրապարակում թոշակառուների հանրահավաքներ։ Տարեցները դժգոհում էին, որ կենսաթոշակները 2000 թվականն ասա, 2000 թոշակներ 4000 ռուբլա։ Հայկ Կոնջորյանն էլ խնդրեց ընդդիմադիրներին մնալ եւ լսել իր ելույթը։ Վերջում էլ կարծիք հայտնեց, թե իր ելույթը ծխելու ցանկություն է առաջացնում ընդդիմադիրների մոտ։ Դուք իրականում այն մարդկանց շահերի պաշտպանն եք, ումից որ թալանվել է այդ գումարը։ Դուք ձեր հետրա զանգվածին, դուք ձեր ժողովրդին թողել եք, գնացել եք այդ ժողովրդից թալանողին եք բանանում։ Ծխծրեց պարոն Մինասյան։ Չէ, գնաց եւի քննարկի առանցին հանդես գալու։ Ինձ ասեց, որ գնում է ծխի։ Ինձ ասեց, որ գնում է ծխի։ Մտքերի փոխանակումից հետո ելույթ ունեցավ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Նախկին պաշտոնատար անձած քրեական վարույթներին անդրադառնալով Նահապետյանը վիճակագրությունն առաջ բերեց։ Մասնավորապես 2025 թվականի ընթացքում Տատի տրված 298 հանրային ծառայողներից 222-ը եղել են գործող պաշտոնյաներ։ Այսինքն վերջիններից նկատմամբ բարույթներ են նախաձեռնվել կամ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել այն պահին, երբ նրանք պաշտոնավարելիս են եղել։ Ընդ որում սա տալիս է նաև այն հարցի պատասխանը, թե որն է գործող պաշտոնյան եւ որը նախկին պաշտոնյան։ Օրակարգային հարցի քննարկումն ազգային ժողովում անցավ փոխադարձ քննադատությունների, վիճակագրական տվյալների ներկայացման եւ քաղաքական գնահատականների պայմաններում։ Պատգամավորներն անդրադարձան թե իշխանության քաղաքականությանը, թե հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ ներկայացված թվերին ու փաստերին։ Օրակարգի հարցի քննարկումն ընդունվեց ի գիտություն։ Սեդա Գյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Թմրամոլությունը մեծ ծավալների է հասնում հատկապես երիտասարդների եւ դեռահասների շրջանում։ Ահազանգ է հնչեցնում ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Արաքելյանը։ Նրա խոսքով թմրամոլությունը պարզապես անձնական ընտրության հարց չէ, սա նաեւ հանրային առողջության եւ ազգային անվտանգության խնդիր է։ Պետությունն էլ ունի պարտավորություններ։ Պետությունը պարտավոր է համադրել կանխարգելիչ կրթական ծրագրերը, հոգեբանական աջակցությունը եւ իրավական հստակ մեխանիզմները կանխելու այս չարիքի խորացումը։ Միաժամանակ անհրաժեշտ է քննարկել օրենսդրական խստացումները, հատկապես ապօրինի շրջանառությամբ զբաղվողների նկատմամբ, որպեսզի նվազեցվի թմրամիջոցների հասանելիությունը երիտասարդների համար։ Խստացված պատասխանատվությունը պետք է ուղղված լինի առաջնահերթ տարածողներին ու կազմակերպիչներին, իսկ երիտասարդներին պետք է առաջարկվեն իրազեկում, վերականգնողական աջակցություն եւ առողջ այլընտրանքներ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը։ Շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն։